ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումը, իսկ այս պահին մենք սկսում ենք թարմուղեղով զրույցը, Հանրային գործիչ Արփի Թոփչյանն է մեր տաղավարում, Արփի ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր կրկին մեր տաղավարում եք։ Մայիսի 1-ն է, երբ մենք տեսաձայնագրում ենք հաղորդումը եւ մայիսը մեզ համար միշտ այսպես կարեւորագույն ամիս է եղել տոներով ու հաղթանակներով հագեցած մենք ունենք այդ զգացողությունը դեռևս որ ինչ որ մի պահի կրկին այդ հաղթանակները գալու են եւ հաղթանակի ոգին, հաղթողի ոգին Հայաստանում արդյոք դեռ ներկա է։ Մի քիչ փիլիսոփայական կողմից սկսենք։ Եթե խոսենք հավաքական տեսանկյունից կամ այն տեսանկյունից, որը մատուցվում է բնականաբար վերջին 5 տարիների ընթացքում անընդհատ մեզ փորձ է արվում վերջնական ջարդել մեր մեջքը, ներշնչել այդ պարտվածի, անդառնալի պարտվածի հոգեբանությունը եւ հանձնվել ու վերջ, այսպես ասեմ։ Այդ հանձնվելու անվան տակ ներկայացնում են որպես խաղաղ հանձնվելը ներկայացնում են որպես խաղաղ հանգիստ կյանք իբր առանց որևէ խնդիրների հարևանների հետ։ Եվ հետեւաբար, եթե խոսենք հավաքական առումով, բնականաբար կարծում եմ չկա։ Ամենայն դեպս այն ինչին ականատես ենք լինում կամ այն ինչ ամեն օր էկրաններից գոռում ենք։ Բայց այնպես ինչպես հնարավոր է հավաքական առումով այդ, այսպես ասեմ, պարտության ոգին ներշնչել, նույն կերպ, եթե այդ նույն լծակները լինեն այդ հաղթական ոգին կրողների, այսինքն մարդկանց ձեռքում, ովքեր հասկանում են, որ ոչ մի պարտություն եւ ոչ մի անհաջողություն վերջնական չէ, եթե առաջինը դու դրա հետ չես հաշտվում, եւ երկրորդը դու վեր ես լուծում հասկանալու համար, թե որոնք էին այն սխալները, որոնք հանգեցրեցին այդ պարտությանը կամ անհաջողություններին եւ հետեւաբար ինչպիսի խմբագրումներ պիտի արվի կամ ինչպիսի համակարգային փոփոխություններ պիտի արվեն, որպեսզի շտկվի այն իրավիճակը, որը կա։ Եվ եթե այսպես ասեմ հայկական պետության լծակները այդպիսի մարդկանց ձեռքում լինեն, նույն հաղթանակի հոգեբանությունը վերածնելը ինքը շատ հեշտ է, այդ դրա տեխնոլոգիաները կան եւ ներկայացնելը շատ հեշտ է։ Բայց բնականաբար ինչքան ուշանում է այդ պահը, այնքան այն ավերը, որը ամեն օր, ամեն վայրկյան մեր հանրության ուղեղի մեջ թույնի նման ներարկվում է, այնքան ավելի է մեծանում։ Հետևաբար հակադարձ աշխատանքի ծավալներն ավելի են մեծանում։ Կան հարցեր, բայց օրինակ այսպես տպավորություն է, որ մեր հանրությունը շատ վերլուծող է, շատ գիտակից է։ Ինչու օրինակ այս հարցում էլ այդ գիտակցությունը չկա։ Ձեռնտու չի այս հարցը եւ բարդ հարց է ինքը հանրության համար, թե ամեն դեպքում դեռևս մենք գիտակցության այդ մակարդակը իսկապես չունենք։ Որովհետև տեսեք, օրինակ Ռուսաստանի Դաշնության հանդեպ այն ատելության մթնոլորտը, որը գեներացվել է, դա որոշակի գործողությունների արդյունքում են եղել, այնպես չի, որ անդադար ռոպագանդա է գնացել, հանրությունը ի սկզբանե ինչ որ մի պահ հասկացել է, որ սա սխալ է արվում մեր հանդեպ, բայց լավ, ինչու սա չի գիտակցվում։ Նախ սկսենք, որ հավաքական առումով դուք ասացիք տպավորություն, իրոք տպավորություն է, որովհետև հանրություն ասելով մենք ինչ ենք հասկանում։ Այսօր ցավոք սրտի առավել քան երբևէ հայությունը ինքը տրոհված է, ինքը բազմաշերտ է, ինքը տրոհված է եւ պատկանում է հակառակ ճամբարների։ Մի մասը եւ իրականության մեջ մեծամասնությունը զբաղված է միմյանց մեղադրելով, այսինքն փորձում են այս կործանարար պարտության, այս մահացու մեղքի եւ դավաճանության, այսպես ասեմ, խարանը կամ մեղքը բարթել մեկը մյուսի վրա։ Եվ մեծամասնությունը այդպես է արձագանքում։ Հետևաբար, եթե խոսենք գիտակցումից, ցավոք սրտի այդ ձեր նշած հարցերը, դրանք քաղաքական հասուն հանրության, քաղաքական հասուն ազգի կողմից գիտակցված հարցեր են։ Իսկ մենք հասկացել ենք, որ մենք քաղաքական առումով ցավոք սրտի գտնվում ենք շատ, այսպես ասեմ, սկզբնական փուլերում։ Դրա մեծ հնարավորությունը կար շատ արագ այդ հասունացումն անցնել 90-ականների սկզբին, բայց կազմակերպված ձևով այդ process-ը վիժեցվեց։ Հետևաբար սпасել քաղաքական առումով տհաս հանրությունից, ես մի օրինակ բերեմ, ինչու եմ պնդում, որովհետև եթե հանրությունը չունի գիտակցումը, որ քաղաքական վերնախավը եւ թե իշխանությունները, թե ինչու չէ մեծամասամբ, բայց ինչու չէ նաև քաղաքական դաշտը, այսինքն մարդիկ, ովքեր
հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առհասարակ քաղաքական ուժերը, նրանք ուղղակի պատասխանատվություն են կրում երկրի իրավիճակի համար։ Բնականաբար առաջին պատասխանատուն դա իշխանությունն է, ցանկացած իշխանություն, այն պարզ տրամաբանությամբ, որ նրա ձեռքում են գործելու լծակները, նա է կայացնում որոշումները, իհարկե պիտի հաշվետու լինի ազգի առաջ, ժողովրդի առաջ, բայց ամենայն դեպս նա է կայացնում եւ ուղղակի պատասխանատվություն ինքն է ստանձնել։ Եվ երբ որ մեր հանրությունը իր մի զգալի հատվածով կոպիտ ասած չի գիտակցում, որ քաղաքականությունն այսպեսին է, դու չես կարող գալ քաղաքական իշխանություն վերցնել եւ քո բոլոր ձախողումները բարթել նախորդ իշխանությունների վրա։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում, դա ամբողջ աշխարհին է վերաբերում։ Նման մոտեցման եւ նման մանկամտության դեպքում մարդկությունն առհասարակ որևէ պրոգրես չէր ունենա, որովհետեւ եթե իշխանությունը միայն պետության տված բարիքներից կամ հնարավորություններից օգտվելն է, իսկ ձախողումները կարող բարթում ես նախորդի վրա եւ դրանով իբր թե մաքրում ես քո ձեռքերը եւ քո հանրությունը դա ընդունում է եւ շատերի համար դա տրամաբանական է թվում, դա նշանակում է, որ քո հանրությունը քաղաքական առումով գրագետ չէ։ Մենք կենցաղային առումով կոպիտ եմ ասում, կարող ենք մեծ պատմություն սարքել, եթե Վարշավիրը մեր ուզած չափով չի մազեր է կտրում, մի քիչ ավելի երկար է կտրում, բայց տարօրինակ ձևով այդպեսի անփութորեն արդարացնում ենք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով քաղաքական իշխանության ձախողումները։ Տարածքային կորուստները։ Ոչ միայն տարածքային կորուստները։ Իհարկե ոչ ոք չի ասում, որ 2018 թվականին Հայաստանը իդեալական իրավիճակի մեջ էր եւ այստեղ մեդալի երկու կողմն է իրականության մեջ, երբ որ ես նշում եմ, որ զբաղված են միայն մեղքը սեփական մեկը կամ մյուսի գրպանը գցելով, մի կողմին լսում ես, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում ամեն ինչ հոյակապ էր, Հայաստանը դինամիկ զարգացող երկիր էր, նույնիսկ այսպիսի բառեր են օգտագործում, մենք արդեն տարածաշրջանային մեծ ազդեցություն ենք ձեռք բերել եւ այլն եւ այլն, եւ տարածաշրջանի հզոր բանակն ենք եւ հետևաբար հարց է առաջանում ինչ տեղ ունեցավ 2018 թվականին եւ կոպիտ ասած բոլորից դնում են տգետի տեղ ու վիրավորում են մեր բանականությունը մյուս կողմն էլ այսպեսի հակափաստարկ է ձեռք բերում որ մինչեւ 2018 թվականը արդեն ամեն ինչ վատ էր ամեն ինչ անդառնալ էր մենք որևէ բան չէինք կարող ուղղել նման բան նախ չկա ավելին ասեմ Հայաստանի հաջորդ իշխանությունները ովքեր իշխանություն են պատասխանատվություն են ստանձնելու երկիրը այս վիճակից դուրս բերելու նրանք եւս չեն կարողանալու ասել որ կոպիտ ասած միջև իրենց ամեն ինչ ավարտված է եւ իրենք որևէ բան չեն կարող փոխել այդ դեպքում իրենք այդտեղ անելիք չունեն քաղաքական պատասխանատվության հարց կա սա մեկ երկրորդը ներկայ իշխանությունները իրենց ձեռքերը շատ ավելի կապված են այն առումով քաղաքական առումով որ այդպիսի բարձրագույն հայտարարություններ անելով նրանք պարտավոր են իրավաքաղաքական պատասխանատվության հարց դնել նախորդ ռեժիմների եւ նրանց կանչել պատասխանատվության նրանք դա չեն արել հետեւաբար հավասար չափով հանցակից են այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունեցել։ Եվ անկախ ամեն ինչից, ես պնդում եմ, որ եթե 2018 թվականին Հայաստանում լիներ ազգային պետական իշխանություն եւ նրա նպատակը լիներ ոչ թե օտար դրսային ուժային կենտրոնների սիրաշահելը եւ երկրի ներսում սեփական բարեկեցությունը ապահովելը եւ սեփական իշխանությունը երկարաձգելը, այլ իրոք նրանց նպատակը լիներ Հայաստանի ազգային պետական շահը սպասարկելը 2 տարին բավականաչափ ժամանակահատված էր երկիրը անխուսափելի պատերազմին պատրաստելու համար։ Կարելի էր այնպես պատրաստվել, ես չեմ ասում, որ մենք մեծ ստրատեգիական ինչ-որ հաղթանակ կտանեինք, բայց միաժամանակ նմանատիպ աղետ թույլ չտալ, շատ հանգիստ կարող ենք։ Կանգնեցնելու իմաստով կարող ենք պրոցես կանգնեցնել։ Բացի դրանից, եթե մենք 2018 թվականին լայնածավալ առումով իրական ազգային պետական բարեփոխումներ սկսենք, դա ազդակ է լինելու թե մեր թշնամիներին, թե արտաքին խաղացողներին, եւ շատ հավանական է, որ նման լուրջ մոտեցման դեպքում կոնսենսուս չձևավորվեր 2020 թվականին Արցախի հարցը ռազմական ճանապարհով ճակերտավոր Արցախի հարցը, որտեղ բոլորս հասկանում ենք, որ հարցը Արցախի չի, բայց 20 թվականին միջազգային կոնսենսուս է եղել ընդհանուր համաձայնություն ներքին Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Հետևաբար
փորձել պատասխանատվությունը վերցնել նախկին սրիկաների, կաշառակերների եւ մնացածի վրա, դա ընդհանրեն էլ եմ ասում, յուրաքանչյուրը փորձում են այդ մեծագույն դավաճանության, մեծագույն մահացու մեղքը բարթել մեկը մյուսի վրա։ Նրանցից ոչ մեկը Հայաստանի պետական շահի մասին չի մտածում, նրանց ընդհակառակը, նրանց ինչ որ չափով, ոչ թե ինչ որ չափով, այլ ձեռնտու է, որ առհասարակ Հայաստան պետություն որպես այդպեսի նույնիսկ չլինի էլ, որովհետեւ այդ դեպքում չի լինի իրենց պատասխանատվություն կանչող պետական ինստիտուտ, որովհետև շատ լավ հասկանում ենք, եթե Հայաստանում լինի ազգային պետական իշխանություն, պատասխանատվության են կանչվելու երբևէ Հայաստանում իշխած բոլոր ուժերը եւ ոչ միայն։ Հետևաբար մենք ընդհանրապես ներկա էտապում ականատեսն ենք լինում ոչ թե Հայաստանը փրկելու գործընթացին, ինչպես որ շատերը իբրև թե իրենց ներկայացնում են, այլ ականատես ենք լինում այսպես ասեմ, դավաճանության խարանը սեփական ճակատից, սեփական երեսից ընդհանրապես մաքրել փորձելու գործընթացին։ Հայաստանի ճակատագիրը նրանցից ոչ մեկի վերջին հաշվով չի հետաքրքրում, ավելին նրանք վստահ են, որ այն արդեն որոշված է եւ հետեւաբար ինչպես 2020 թվականից հետո էր Արցախում, երբ աննախադեպ մեծ թափ ստացավ Թալանը, պետական միջոցների յուրացումը եւ վատնումը, ըստ էության նույն իրավիճակն է այսօր կատարվում արդեն Հայաստանի մնացած հատվածում, որովհետեւ այդ վերջին արարն է, երբ ով ինչքան կկարողանա թռցնել եւ կարևոր իրենք տգետ են եւ անգրագետ են, իրենց թվում է թե հայկական պետությունը լուծարելով իրենք կարողանալու են այդ գողացված 30 արծաթները տաք հապերում հանգիստ վայելել։ Այս այն գործընթացն է, որին մենք ականատես ենք լինում եւ սա շատ տգեղ գործընթաց է իր բազմաթիվ դրսևորումներով, բոլոր մասշտաբներով, լինի դա կենցաղային, լինի դա, չգիտեմ, մշակութային, լինի դա քաղաքական, այսինքն այդ բոլոր դրսևորումներով մենք ականատես ենք լինում։ Այն ինչը որ այսօր ցանկացած էպիզոդ մենք շուրջը կարող ենք նայել, մենք դրան ականատես ենք լինում։ Եվ եթե մի քիչ ավելի այլաբանորեն ձևակերպեմ, մենք ականատես ենք լինում այդ մեռած, կոպիտ ասած, թղթի վրա դեռևս գոյություն ունեցող, բայց իրականում փաստացի մեռած պետություն չասեմ, քաղաքական կառույցի քայքայմանը, քաղաքական կառույցի նեղման գործընթացին եւ այն չափազանց տհաճ է։ Եվ հետեւաբար հարցը, որը կանգնած է մարդկանց առաջ, ովքեր նման վերջաբանի հայ ազգի նման վերջաբանի հետ համամիտ չեն, մեկն է, մենք կարողանալու ենք այդ քայքայվող մարմինը դնել մի կողմ, կարողանալու ենք դուրս գալ այդ քայքայվող մարմնի օրակարգից, մեզ պարտադրված աշխարհընկալումից, մտածողությունից եւ այդ ամեն ինչի վրա, կոպիտ ասած, կարողանալու ենք իր տրամաբանությամբ, իր մոտեցումներով, իր ամեն ինչով բոլորովին նոր պետություն եւ ինչու՞ չեմ վախենա ասել այդ բառից նոր ազգ, իրապես հայ ազգ ստեղծել, որովհետեւ Ինչ արժեքային համակարգով պիտի այդ նոր ազգը եւ նոր պետությունը ինչ սյուների վրա պիտի լինի հիմնված։ Բնականաբար, եթե խոսենք մշակույթից եւ խոսենք մնացած ամեն ինչից, մենք բավականին մեծ ժառանգություն ենք ստացել եւ այդ սյուները կարող ենք վերագտնել մեր անցյալում։ Մենք պիտի կրկին մեր անցյալին անդրադառնանք, բայց միևնույն ժամանակ ամենակարևոր հարցը, որը մեր անցյալում այդպես էլ չլուծվեց եւ որի արդյունքն ենք տեսնում այսօր, դա քաղաքական, ազգային պետական մտածողություն ունեցող ռազմաքաղաքական վերնախավն է, որովհետեւ հավի ու ձվի պատմության մեջ շատերն ասում են, չէ, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը եւ այլն, բայց բոլորը մոռանում են նշել մի պարզ բան. ժողովուրդը այն է, ինչին իրեն դարձնում է իրեն էլիտա, լավ, այդ էլիտա բառը ասեմ, այսինքն մարդիկ, ում ձեռքում կան լծակներ, ովքեր կայացնում են որոշումներ եւ ովքեր այդ ժողովրդին այս կամ այն քաղաքականությունը, այս կամ այն արժեհամակարգն են պարտադրում։ Հետեւաբար, եթե խոսենք սյուներից, առաջինը մեր մտածողությունը եւ աշխարհընկալումը փոխելն է, դառնալ քաղաքական։ Ինչ է նշանակում դառնալ քաղաքական։ Դառնալ քաղաքական նշանակում է լինել քաղաքական, չասեմ դառնալ քաղաքական։ Մտածողության կրող նշանակում է հասկանալ, որ քաղաքականության մեջ երբեք խաղաղություն ասված գոյություն չունի։ Կան ժամանակավոր դադարի էտապներ, եւ եթե դու ուզում ես այդ ժամանակավոր դադարը ռազմական ակտիվ գործը, մանավանդ մեր տարածաշրջանում,
չենք զլացել, մենք նույնիսկ YouTube-յան փոքր հաղորդաշար ունենք եւ այդ հաղորդաշարի առաջին թողարկումը նվիրել ենք նրան, որ 1700-ական թվականների վերջից սկսած թվարկել ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր պատերազմները եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 20-30 ամենաշատը տարին մեկ մեր տարածաշրջանում եղել է պատերազմ եւ դա լինում է անկախ մեր կամքից, հայերը չէին ռազմատենչ, հետեւաբար պետք է հասկանալ, որ մտածողությունը քաղաքական լինելը, քաղաքական հայտ ներկայացնելը, պետություն ունենալը եւ հերթական անգամ ոտնատակ չգնալը ընդհանրապես գալիս է մի որոշումից։ Մենք պիտի հասկանանք, որ մենք կարող ենք լինել ուժեղ, մենք կարող ենք մեր ուժը պարտադրել եւ մենք պիտի այնպիսի դիմացկունություն եւ դիմակայունություն ձեռք բերենք, որ մեր հետ հաշվի նստեն։ Եթե մենք ի սկզբանե համարում ենք, որ մենք անզոր ենք ուժեղ չենք կարող այս տարածաշրջանում ապրել, կամ ավելի ճիշտ այդ ապրելը համարում ենք, որ մենք կարող ենք պայմանավորվել բոլորի հետ եւ մեզ ոչ մեկ ձեռք չի տա, դա ի սկզբանե ցույց է տալիս, որ մենք ընդհանրապես որևէ բան չենք հասկանում, ոչ մեր տարածաշրջանից, ոչ քաղաքականությունից, մենք ընդհանրապես այս կարևորագույն տարածաշրջանում պարազիտի նման ենք մեզ պահում, որը ոչինչ չի ուզում անել, եւ հետեւաբար ոտնատակ են գնալու, ինչ որ այսօր լինում է։ Պետք է հասկանալ, որ մեր տարածաշրջանում կան մեծ ռիսկեր, բայց կան նաև մեծ մարտահրավերներ, բայց կան նաև մեծ հնարավորություններ։ Ու երբ որ խոսում ենք հայրենատիրությունից, բոլորը միանգամից դրա մեջ տեսնում են մեծ սպառնալիք, մտածելով, որ այ կա 80 միլիոնանոց Թուրքիա։ Դու պիտի հասկանաս, որ եթե դու ուզում ես լինել պետություն, ուրեմն դու քո հայրենատիրությունից եւ քո այդ իրավունքներից երբևէ չպետք է հրաժարվես։ Դու պիտի հասկանաս դու ինչ տարածաշրջանում ես գտնվում, դու ինչ խնդիրներ ունես նույն թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ։ Պիտի հասկանաս, որ ակտիվ էթնոգենեզ անցնող Ադրբեջանում, նրանք այդ գործընթացի մեջ են, որտեղ այդ էթնոգենեզի հիմնական հենքը հայատյացությունն է, հայկականությունն է, դու չես կարող նման գործընթաց անցնող հանրույթի հետ ուղղակի բարի դրացիական հարաբերություններ հաստատել, դա միֆ է։ Հետևաբար պետք է իրապես հասկանալ, թե մենք ինչ տարածաշրջանում ենք գտնվում, պետք է իրապես հասկանալ, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք միայն ապրել, եթե ունենանք մեծ քաղաքական հավակնություններ եւ այդ քաղաքական հավակնություններից չվախենալ եւ այդ քաղաքական հավակնությունների շուրջ համախմբել մեր ազգի ներուժը։ Մեր ազգը ունի այդ ներուժը, լրջագույն խնդիրներ լուծելու, բայց մեզ բոլորիս պարտադրել են այդ փոքրի, թույլի, անզորի հոգեբանությունը։ Մի օրինակ եմ ուզում բերեմ այդ հոգեբանական ծուղակից, որովհետև էլի ապրիլի 24-ին ցեղասպանության 110-րդ տարելիցներ, որ մենք հիշում էինք եւ նույնպես մեր նյութերից մեկով կիսվեցի ու թե իրականության մեջ ինչու 20-րդ դարաշրջանին հայոց ցեղասպանությունը ձեռնտու էր կոպիտ ասած բոլոր գերտերություններին եւ ինչու հայոց ցեղասպանության շուրջ եւս եղել է կոնսենսուս, որովհետեւ մենք շատ լուրջ վտանգ էինք մեզանից ներկայացնում զույգ այն առումով, որ մենք մեծ ներուժ ունեինք բոլոր մարդկային, այսպես ասեմ, քաղաքակրթական, ֆինանսական եւ այլն եւ այլն։ Ով հետաքրքրվում է, կարող է բացել թեկուզ Օսմանյան կայսրությունում եւ ռուսական կայսրությունում հայերի ունեցած հնարավորությունները եւ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Կարող է հայացք նետել 20-րդ դարաշրջանի մեր քարտեզին հասկանալ։ Ու բացի դրանից, ու այն փաստը, որ այդ բոլոր հնարավորություններն ունենալով մենք ցավոք սրտի մեր մտավորականությունը քաղաքական առումով ընդհանրապես գաղափար չուներ, թե որտեղ է ինքը գտնվում եւ օտարի խաղերի մեջ էր։ Բայց մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ 20-րդ դարի դարաշրջանին ցեղասպանել են ոչ թե այն պատճառով, որ մենք մեզ վատ ենք պահել կամ վատ չենք պահել, այլ հենց այն պատճառով, որ մենք չենք հասկացել, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք գոյություն ունենալ միայն որպես քաղաքական սուբյեկտ, որպես քաղաքական, այսպես ասեմ, պետություն ունեցող ազգ, մենք դրա համար մեր կապիտալը, մեր հնարավորությունները չենք օգտագործել, բայց մենք ունեցել ենք այդ ներուժը եւ հետեւաբար մեր քաղաքական հոտառությամբ, այսպես ասեմ, ուրիշները հասկացել են, որ հայերը եթե մի քիչ կոպիտ ասած խելք ունենան, շատ հանգիստ այդ փոքր խնդիրը իրանց համար այն ժամանակվա մեր մասշտաբներով այդ խնդիրը կարող են լուծել եւ դառնալ շատ լուրջ սպառնալիք, հետեւաբար հայերը պիտի վերացվեին։ Մենք դա չենք հասկացել։ Ու երբ որ նման մենք, այսպես ասեմ, տարբերակ ներկայացնում ենք, քննարկումներն ինչ են ցույց տալիս, ասենք նույն ռուսական կայսրությունը ինչու պիտի, այսպես ասեմ, դեմ չլիներ, մնացածը դեմ չլինեն եւ այլն եւ այլն, մեր մոտեցումները ցույց են տալիս մեզ պարտադրված նեղ աշխարհայացքը, որովհետեւ երբ որ մարդուն դու ասում ես, այսինքն մենք մեզ շարունակում ենք ընկալել, որ այ եղել ենք ռուսական ֆորպոստի կարգավիճակով, բայց երբ որ մենք մարդկանց ասում ենք դուրս եկեք մեզ պարտադրված բոլոր ուժային կենտրոնների կողմից մեզ պարտադրված մտածողությունից եւ ընդհանրապես
մի հայացք նետեք քարտեզին եւ կշերքի վրա դրեք մեր ունեցած հնարավորությունները ու դրան ընդամենը մի քիչ ավելացրեք, մի քիչ քաղաքական միտք, մի քիչ քաղաքական գիտակցություն ու պատկերացրեք, որ եթե չլիներ ցեղասպանությունը, մեր ունեցած հնարավորություններով Հայաստանը այսօր ինչ ուր որտեղ կարող է լինել եւ ինչ երկիր կարող է լինել, մեր, այսպես ասեմ, շունչը կտրվում է, որովհետեւ մեզ դրել են փոքրի անզորի կաղապարի մեջ։ Եվ ամբողջ 20-րդ դարի ընթացքում հայ ազգի պոտենցիալը օգտագործել են բոլորը։ Օգտագործել են ռուսները, օգտագործել է արևմուտքում, օգտագործվել է արևելքում, օգտագործվել է ամենտեղ։ Հետևաբար այդ բանից պետք է հասկանալ մի բարձ բան։ Մեր տարածաշրջանում մենք չենք կարող առանց հավակնությունների գոյություն ունենալ, դա բացառված է։ Հետևաբար մենք պիտի հասկանանք, մեր արժանապատիվ ապրելու, որպես ազգ արժանապատիվ ապրելու միակ տարբերակը դա ընդունելն է, որ մենք այստեղ կամ կարող ենք գոյություն ունենալ որպես գործոն, որպես, այսպես ասեմ, քաղաքական լուրջ հավակնություններ ունեցող քաղաքական սուբյեկտ, պետություն, եւ պետք չէ վախենալ այդ հայրենատիրություն բառից, ես հատուկ եմ շեշտում այս բառը, որովհետեւ վերջերս բազմաթիվ հանդիպումների, այսպես ասեմ, շրջանակներում բոլորին միանգամից վախեցնում է եւ խրտնեցնում է, երբ որ մենք առաջ ենք բերում, որ սա շատ կարեւոր հարց է, պետք է սրա շուրջ ունենանք համաձայնություն, որը ասենք ինչ որ ճանապարհ անցնելու համար, բոլորը միանգամից վախենում են։ Եվ պետք չէ վախենալ դրանից, պետք չէ վախենալ սեփական իրավունքների մասին հիշատակումից այն մտքով, որ եթե ես խոսեմ, ասենք Արևմտյան Հայաստանի մասին, Թուրքիան իմ դեմ պատերազմ է սկսել։ Այդ դրա մասին էի ուզում խոսել։ Դա կարևոր հարց է, որ այսօր կարծես թե փորձելով պարզապես թաքցնել այդ հարցը, չխոսել դրա մասին, կարծես թե տպավորություն է ստեղծում, թե մենք պետության համար լավ բան ենք անում ու մենք փորձում ենք մեզ զերծ պահել բոլոր հետագա խնդիրներից։ Որքանով է անհրաժեշտ ու կարևոր այս հարցի մասին անընդհատ խոսել, այն նույն տրամաբանությամբ մենք Արցախի հարցից ենք հրաժարվում, որը միշտ աշխարհի համար այսպես ընկալելի է եղել, մենք գոնե այսպես տեսանելի ենք եղել այդ հարցով ու նույն հարցն էլ ցեղասպանության հարցն է։ Սա պարզապես եթե մենք ապրիլի 24 ենք ասում, այդ մեկ օրը չի, պիտի հասկանալ, որ դա պատմական ինչ որ իրադարձություն է, որի մասին հավերժ պիտի խոսել ու պիտի պահանջատեր լինել, բայց այդ տրամաբանությունը լավ ինչու խոսել, դա ինչ է մեզ տալու, ես ուզում եմ դուք պատասխանեք այդ հարցին, Արփի ջան։ Նախ, երբ որ մենք միայն ասում ենք ուղղակի զուտ խոսելու մասին, ինչ է մեզ տալու, եթե դա ընդհանրապես էմոցիոնալ մակարդակով խոսույթ է, որևէ բան չի տալու։ Ցեղասպանությունը կոնկրետ հանցագործություն է հստակ իրավաքաղաքական հետևանքներով։ Որևէ բան ստանալու համար դու պիտի միայն այդ պատմական իրողության մասին չհիշատակես սիմվոլիկ, դու պիտի դա հստակ հարց տնես, կատարվել է հանցագործություն իր հետևանքներով, բազմաթիվ կորուստներով։ Հետևաբար դա քաղաքական առումով շատ լուրջ հարց է, որը դրված է աշխարհաքաղաքական, այսպես ասեմ, տախտակի վրա, դրված է եղել։ Եվ այսօր Թուրքիան, երբ որ ուզում է Հայաստանի հետ վերջնական հարցը փակի, հենց այդ նպատակով է ուզում, որովհետև ցեղասպանության հարցը Դամոկլյան սրի նման միշտ կախված է Թուրքիայի գլխին։ Եվ մի վատ նորություն ունեմ, հայերին թվում է թե իրենք են որոշում, ասենք ցեղասպանության հարցը փակել թե չէ։ Իրենք չեն որոշում։ Այնպես ինչպես Արցախի հարցն է համաշխարհային աշխարհաքաղաքական որոշակի բալանսի մաս, ցեղասպանության հարցն էլ տարբեր ուժային կենտրոններ օգտագործում են տարբեր նպատակներով։ Եվ երբ որ դու այդտեղ ընդհանրապես դառնում ես գործիք, իհարկե դու ամեն անգամ ոտնատակ ես գնալու, բայց երբ որ դու ցույց ես տա, դու ասում ես, որ այո, եղել է ցեղասպանություն, դրա արդյունքում մենք զրկվել ենք հայրենիքից, մենք զրկվել ենք, մենք այսքան կորուստներ ենք կրել, եւ մենք չենք ճանաչում այդ ցեղասպանության արդյունքում ստեղծված, այսպես ասեմ, իրողությունները։ Մենք ասենք խոսում ենք, մենք ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականություն, թե չէ, մենք ունենք հավակնություններ, թե չէ։ Այլ երբ որ ես ասում եմ, որ պետք է նոր մտածողությամբ, այսինքն մենք այս տարածաշրջանում դեր ունենալ հավակնում ենք, թե չէ, որովհետեւ օրինակ Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են, որ հայկական պետություն չպիտի լինի։ Կամ եթե լինի, դա բուտաֆորիկ ինչ որ Էրմենիստան, որտեղ, չգիտեմ, ընդհանրապես որևէ հավակնությունից զուրկ, ընդհանրապես որևէ իրավունքից, այսօր դեռևս այն վերջին կռվանները հնարավոր կան։ Պատահական չէ, այսինքն հայերի ձեռքով դեռևս որոշակի բան կա անելու։ Եթե մենք դրա հետ համաձայն չենք, հետեւաբար մենք ուզած չուզած, կոպիտ ասած ուրիշը եկել է եւ մեր տան վրա աչք ունի։ Եվ ավելին, մեր տան մեծ մասը մեր ձեռքից վերցրել է, մնացել է մեր մի մերճի սենյակը։ Մենք հիմա ինչ համաձայն ենք, ասենք հրաժարվել մեր տան սեփականության իրավունքներից, որից հետո մեզ այդ վերջի սենյակից էլ դուրս կհրավիրեն, թե համաձայն չենք։
Երբ որ սկսում են հակադարձել, մենք ինչ ռեսուրսով ենք դրա դեմը առնելու եւ պրիմիտիվացնում են դիսկուրսային աստիճանի, որ 90 միլիոն Թուրքիան 90 միլիոնով վաղը կանցնի, չգիտեմ, Արաքսը այն կողմից Ադրբեջանը կանցնի, դա ցույց է տալիս, որ մարդիկ ովքեր քաղաքական առումով գիտելիք ունեն, բայց այդ աշճանի պրիմիտիվացնում են դիսկուրսը, իրենք ընդհանրապես սպասարկում են օտար ուժային կենտրոնների, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ քաղաքականության մեջ ամեն ինչ այդքան պարզ չի, իսկ մնացած այդ պրիմիտիվագույն դիսկուրսը կուլ են տալիս այն պարզ պատճառով, որ գաղափար չունեն ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Քաղաքականությունը սկսում է սեփական իրավունքներին տեր կանգնելուց, սեփական անցյալին տեր կանգնելուց, սեփական շահերին տեր կանգնելուց։ Եթե դու դրա ներուժը չունես, եթե դու հայ ազգ համարում ես, որ դու այնքան թույլ ես, որ դու չես կարող ասել սա իմն է, նշանակում է դու ընդհանրապես անելիք չունես, վերջ։ Իրոք անելիք չունեք։ Եկեք այդ դեպքում անկեղծ խոստովանեք ինքներդ ձեզ։ Խոստովանեք, ես օրինակ համարում եմ, որ մենք դեռևս անելիք ունենք, հետեւաբար երբեք ես չեմ հրաժարվում ոչ Արցախից, ոչ մնացած իմ, այսպես ասեմ, ազգին կենսատարածքի որևէ կտորի չեմ հրաժարվում, հետեւաբար նման բան չեմ ասի, բայց բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ քանի որ մենք ռեսուրս չունենք, քանի որ մենք թույլ ենք, քանի որ մենք այս ենք եւ այն ենք, հետո պետք է ընդունենք հետեւաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, ես նրանց բոլորին առաջարկում եմ ուրեմն ընդունեք, որ դուք կենսաբանորեն անզոր եք, թույլ եք, դուք չեք կարող ունենալ պետություն, որովհետև եթե դուք նվնվում եք եւ ասում եք, որ դուք ռեսուրս չունեք, ուրեմն դուք ապրիորի չունեք պետություն ունենալու իրավունք։ Հետևաբար բարի եղեք, չկա դա Հայաստանում եք, թե երկրում դա պետություն ունենալու, դա մոտեցում է եւ գաղափարախոսություն, իհարկե, դա պետություն ունենալու թիվ 1 պայմանն է։ Դու ունես ներուժ պետություն ունենալու եւ այդ պետությանը տեր կանգնելու, թե չունես։ Ուրիշ պայման չկա, երբ որ դու նվնվում ես, ասում ես, ես այնպեսի տարածաշրջանում եմ ապրում, որ ես, չգիտեմ, իմ շնամիները շատ ուժեղ են, ես այդտեղ ուրիշ ձև տարբերակ չունեմ ապրելու, քան կներեք իրենց տակ մտնելուց բացի, կներեք գրեի կարտայցանց, բայց համենայն դեպս դա այն ինչ որ մեզ այսօր առաջարկում են դառնալ կավատ։ Բան, ուրեմն դու պետություն ունենալու իրավունք չունես, ուրեմն բարի Եթե դու այդ տարբերակը համարում ես որ պետություն ունենալու իրավունք չունես եւ մեր տարածաշրջանը վտանգավոր է, ես առաջարկ ունեմ հավաքեն ճամպրուկները եւ գնան անվտանգ տարածաշրջաններում ապրելու։ Թող այս հողի վրա մնան այն մարդիկ, ովքեր համարում են, որ, չգիտեմ, 500 հոգի են թե 1000 հոգի։ Դիվանագիտությունը պատահաբար չի ստեղծվել իրականում։ Դիվանագիտությունը մեր հայերը, հայ չասեմ, մեծամասնությունը դա էլ է հերթական մանիպուլյացիան։ Դիվանագիտություն ասելով, իրենց թվում է թե դիվանագիտությունը օդում ինչ որ բան է։ Դիվանագիտությունը հիմնվում է տեղում եղած ռեալ բալանսի վրա։ Ուղղակի ի տարբերություն էլ եմ ասում, թուրքերի, ադրբեջանցիների շատերն են սիրում գովել։ Նրանք, այսպես ասեմ, քաղաքական առումով բացառիկ հավկուրությամբ տարապող, եթե որ դավաճան, ուղղակի դավաճան ղեկավարությամբ թշնամի են ստացել, որը ուժը փաստացի ունենալով իր կողմում, իր իրավունքին տեր չի կանգնել հերիք չի, իր իրավունքից հրաժարվել է, մի հատ էլ իր հանդրությանը տարիներ շարունակ համոզել է, որ դա քոնը չէ։ Ասենք մենք պատկերացրեք նման ղեկավարություն լիներ Ադրբեջանում, ինչ իդեալական պայմաններում կլինեինք, որ համոզեր տարիներ շարունակ, որ դա ձերը չէ։ Այսինքն դրա բանի նման թշնամի ով չունենա, որ հաջողության չհասնի։ Հետևաբար էլ եմ ասում, եթե դուք համարում եք, որ այս ազգը ներուժ չունի պետություն, ոչ թե ներուժ չունի, այսպես ասեմ, ռեսուրս չունի, ի վիճակի չի գոյություն ունենալ եւ այլն, պիտի անպայման բոլոր, այսպես ասեմ, թուրքերի եւ մնացածի բոլոր պայմանները բավարարի, ինչքան էլ որ դրանք ստորացուցիչ եւ նվաստացուցիչ լինեն, պիտի ամեն ինչից հրաժարվի, պիտի ինքնությունից հրաժարվի, պիտի հիշողությունից հրաժարվի։ Եթե դուք համարում եք, որ հայ ազգը այդքան ցածր է, որ ինքը հետեւաբար այդ ձեր պատկերացրած հայ ազգը պետություն ունենալու իրավունք չունի։ Հետևաբար կլինի ձեր պատկերացրած հայ ազգով դուք հավաքվեք, գնանք, չգիտեմ, Իսլանդիա կամ գնանք Սկանդինավիա կամ ուր կուզեք գնացեք աշխարհբան։ Եւ հետեւաբար, քանի որ դուք պետություն ունենալու իրավունք համարում եք, որ ինքներդ ի վիճակի չեք պետություն ունենալ, գնացեք ցանկացած տեղ որպես կրոնական հանրույթ կուզեք գոյատևեք, ինչ տարբերակով կուզեք գոյատևեք։ Թող իրական հայերը ի վերջո մնան։ Այս հողի վրա մնան են մարդիկ, ովքեր համարում են, որ հայ ազգը ունի ներուժ այս պայմաններում ունենալ իրապես ազգային իսկապես ազգային պետություն։ Միայն այդ տարբերակով է հնարավոր։ Միայն ճշմարտությունն ասելով է հնարավոր։ Չի լինելու պայմանավորվել, որովհետև դիմացինը քեզ հավասար պայման դու իր հետ չես կարողացել պայմանավորվել անգամ այն ժամանակ, երբ որ ուժը փաստացի եղել է քո ձեռքը։ Դու իրեն տվել ես անգնահատելի ժամանակ տասնամյակներով, այո, վերադարձի շուրջ։ Ինքը անգամ այդ պայմաններում, երբ որ ուժը փաստացի քո ձեռքն է եղել, ինքը չի համաձայնվել։ Հիմա դու իր հետ ինչ ես պայմանավորվելու։ Ինչ որ մեկը կարող 17 կետի շուրջ են պայմանավորվում։ Այդ 17 կետերից մեկը, այդ 17 կետերը նախ մեզանից գաղտնի են պահում, բայց որոշակի, այսպես ասեմ,
լուրեր կան մամուլում, որոնցից մեկը մասնավորապես այն է, որ քրեական հետապնդում է իրականացվելու այն մարդկանց համար, ովքեր օրինակ կասկածի տակ կանեն Ադրբեջանի, իհարկե գրված է միմյանց, բայց հասկանում ենք, չէ՞, ոնց որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերն էին, դրանք միակողմանի փաստաթուղթ էին, այո, որոնց Հայաստանը պիտի կատարի բոլոր կետերը, Ադրբեջանը ոչ մի։ Այսինքն տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող, այսպես ասեմ, մարդիկ պիտի քրեական հետապնդման ենթարկվեն։ Այսինքն վաղը եթե ես Աշոտ Բեկորի անունը տամ կամ պաշտպանության բանակի այսպես ասեմ անունտամից հանգիստ կարող եմ գալ իմ երկրում ձերբակալ, որովհետև ես արդարացնում եմ սեպարատիստներին, ես արդարացնում եմ ճակերտավոր ահաբեկիչներին, եթե ես խոսում եմ, ասենք, չգիտեմ, Դադիվանքի մասին կամ Գանձասարի մասին, հանկարծ կարող է պարզվի, որ երբ որ մենք խոսում ենք դրա մասին, ընդհանրապես Արցախի անունն ենք տալիս, մենք տարածքային Ադրբեջան տարածքային ամբողջականության, այսպես ասեմ, հանդեպ հավակնություններ ենք ներկայացնում, հետեւաբար մենք պիտի ենթարկվենք քրեական պատասխանատվության։ Ժողովուրդ կանգ չեն առնելու։ Այդ պետությունների վերջնական նպատակը, ելի եմ ասում, մեր սեփական պետությունից զրկելն է։ Եթե դուք ձեզ թվա, որ վաղ, չգիտեմ, եւս 20 տարի Հանրապետության հրապարակի վրա երագույնը ծածանվի, բայց մենք մեր էությամբ լինենք Էրմենիստան, որտեղ ոչ մի հայի, իրապես հայի, ոչ ազգային արժանապատվությունը, ոչ մի բանը պաշտպանված չի լինելու, դուք ձայն հանելու իրավունք չեք ունենալու, որովհետեւ ձեր գլխին ձեր իսկ ազգակիցների ձեռքով տալու են։ Եթե դուք դա համարում եք պետություն, բարի։ Ես դա չեմ համարում պետություն։ Եվ կարծում եմ ինձ նման շատերը չեն համարում պետություն։ Գուցե դուք չեք ուզում ընկալել, թե մենք ուր ենք հասել, գուցե դուք չեք ուզում տեսնել, թե ապագան ուր է տանում, բայց համենայն դեպս մենք ստիպված ենք լինելու, չգիտեմ, 1000 անգամ կրկնել այն, որպեսզի դա տեղ հասնի, որտեղ ցավոք սրտի քաղաքականության մեջ, մանավանդ 21-րդ դարում չեն կարող մեկ կամ մի քանի հոգին հարց որոշել։ Այդ է իրականությունը եւ քանի չկա մենք սկսեցինք հավաքական գիտակցումից, քանի չկա հավաքական գիտակցումը, որ մենք իրոք ամփառունակ վերջին ենք մոտենում, արդեն մոտեցել եւ անցնում ենք անդառնալիության գիծը եւ շարունակելու ենք զբաղվել ինքնախապեյությամբ, որևէ հաղթական ամիսների եւ որևէ բանի մասին խոսք լինել չի կարող։ Բայց եթե մենք կարողացանք գիտակցել ի վերջո որ սա վերջն է, որ մենք գնալու տեղ չունենք։ Իրականության մեջ գնալու տեղ չունենք, որպես ասք չունենք, որպես անհատ գուցե ամեն մեկը մի տեղում տեղավորվի, չգիտեմ ինչքանով որպես կիսատ մարդ կապրի, բայց դա է իրականությունը։ Հետևաբար եկեք ձեզ հարց տվեք, անկեղծ բոլորդ։ Ես համարում եմ, որ հայ ազգը այնքան թույլ է, որ պիտի բոլոր պահանջները կատարի, եթե համարում եմ, որ այդքան թույլ, ուրեմն ես իրավունք չունեմ պետություն ունենալու։ Իսկ եթե ես չեմ համարում, բարի, եկեք հասկանանք ինչ ենք անում։ Բայց դա այդ ինչ անելը առաջին հերթին պետք է լինի անկեղծորեն սեփական իրականության հետ առերեսվելուց։ Մեկը այն է, որ եթե ես չեմ խոսում իմ իրավունքներից, նույն Արցախի հանդեպ, նույն, չգիտեմ, Կարսի հանդեպ, նույն մնացած ամեն ինչի հանդեպ, այսինքն ես ցույց չեմ տալիս, որ ես հիշում եմ եւ ես, այսպես ասեմ, դրանց հանդեպ հավակնություններ ունեմ, ուրեմն մենք ոչ մի բան ենք։ Եթե ձեզ թվում է, թե թուրքերը մեր նման տգետ են եւ մեզ տալու են անգնահատելի ժամանակ, որպեսզի մենք իրենց քթի տակ հզորանանք, սիրված երկնա, չէ՞, դեսուս մնացեք, հզորանանք, չգիտեմ, բանակը վերականգնենք, տնտեսությունը վերականգնենք, չնայած գնալով ամեն ինչ ավելի է վատանում, կրթությունը վերականգնենք, բարեփոխենք եւ այլն եւ այլն։ Եթե ձեզ թվում է, թե թուրքերը մեր նման տգետ են եւ մեզ տալու են ժամանակ, որ մենք իրենց քթի տակ հանգիստ, այսպես ամեն ինչ վերականգնենք, վաղ միսօր նոր այդ ժամանակ մենք իրենց ինչ որ պահանջներ ներկայացնենք, ուրեմն դուք էլ զբաղված եք ինքնախապեյությամբ։ Վերջ տվեք ինքնախապեյությանը կամ վերջ չեք տալիս գոնե հանրային տիրույթում մարդկանց բանականությունը մի վիրավորեք։ Եվ այս ամենին զուգահեռ պիտի գիտակցել նաև որ սա առանց զրկանքների չի լինելու եւ նաև դրան պիտի պատրաստ լինել պետության համար միշտ չի որ հեշտ է։ Պետություն ստեղծել առանց զրկանքների չի լինում, իսկ այսօր հանրության երևի զգալի մասը ուզում է այդ առանց զրկանքների վայելել ու ինչ որ օթից հրաշք պետություն ընկնի ու վայելեն։ Երբեք մենք հնարավորին այսպես մենք զրկանքների մի զգալի բաժին 90-ականների կրեցինք եւ հնարավորություն կար այդքանով, այսպես ասեմ, սահուն զարգացում ապահովել, սահուն այսօր մենք կլինենք բոլորովին ուրիշ իրավիճակում, մենք դա վատնեցինք, մսխեցինք, երկրի վիճակը ավելի բարդացրեցինք եւ առանց զրկանքների ոչ թե չի լինելու, այլ շատ ծանր է լինելու, բայց ել եմ ասում, եթե մտածում եք համեմատաբար թեթև եւ բարեկեցիկ կյանք, դա Հայաստանում չի լինելու։ Ընդ որում, եթե նույնիսկ ել եմ ասում, այդ 17 կետերներ ստորագրվեն եւ ճշնամիների բոլոր պահանջներն կատարվեն, էլի չի լինելու։ Վստահեցնում եմ ձեզ, էլի չի լինելու, որովհետեւ վաղ թե ուշ դուք բախվելու եք, դուք դառնալու եք անպաշտպան ձեր, այսպես ասեմ, անունով սեփական երկրում եւ այնպես չի որ լավ եք ապրելու, լավ չեք ապրել ժողովուրդ։
Լավ ապրել սկսվում է արժանապատվությունից։ Բոլոր քայլը սկսվում է արժանապատվությունից։ Սեփական ուժերով անվտանգությունն ապահովելուց։ Դու քեզ անվտանգություն, դու պատասխանատվություն վերահսկում ես քո երկրի վրա, թե չէ։ Դու 26 տարի համեմատաբար լավ եք ապրել, ճակերտավոր, տարբեր պատճառներով։ 91-ից 80, եթե 88-ից չհաշվենք, լավ, բուն ակտիվ վրա 92-ից 94 թվականներին տղերքի մղած պայքարի արդյունքում։ Մենք բոլորս իրանց ենք պարտական։ Բոլորս, բայց մենք ապիկարությամբ մսխել ենք 94 թվականից եղած բոլոր հնարավորությունները, ռեսուրսները, եւ մենք այսօր շատ ավելի վատ վիճակում ենք, շատ ավելի մեծ կախվածության մեջ, շատ ծանրագույն վիճակում ենք, ու իրականության մեջ պիտի դա հասկանանք։ Եթե դա մենք չենք ուզում հասկանալ, համարում ենք, որ մենք հոգնել ենք, ներուժ չունենք, թողեք հանգիստ ապրենք, էլի, թողեք հանգիստ ապրենք, բարի, ել եմ ասում, կա շատ հեշտ տարբերակ, ճամպրուկները հավաքել եւ գնալ այնպիսի երկրներ, որտեղից ժամանակին հեշտ կյանք փնտրելու փոխարեն մարդիկ մնացել պայքարել են եւ այդպիսի երկրներ ստեղծել են։ Շնորհակալ եմ Արփի ջան զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը հանրային գործիչ Արփի Թոփչյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, շարունակեք հետեւել Գործարար ալիքին 106 եւ 5 հաճախականությամբ մենք կհանդիպենք։